Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ, այժմ մենք կանգնած ենք մի սուրբ հողի վրա, որի ամեն քարը անգամ շնչում է մեր ինքնության հազարամյա իմաստնությամբ։ Գոժավը բանական համալիր չէ, սա մեր իրավական մտքի, սա հայկական վերածննդի, սա պետականակերտ մտածողության մասին խոսող խորհրդանիշ է եւ մեր ընտրությունը պատահական չի կանգնե գոշավանքի վրա, ինչպես արդեն արդարացիորեն նշվեց։ Հենց այստեղից մեր հոգեվոր եւ իրավական ակունքներից միասնություն թևեր կուսակցությունը սկսում է իր երթը դեպի արդար ու զորեղ Հայաստան։ Սա նաեւ վերադարձ է մեր արմատներին, մեր ինքնությանն ու մեր արժեհամակարգին։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ հայ մարդու համար արժեհամակարգի հիմնասյուներն են հանդիսանում լուսավորությունը, արդարամտությունը եւ հավատը։ Մենք եկել ենք վերահաստատելու, որ հայկական պետականությունը պետք է հենվի ոչ թե ժամանակավոր շահերի վրա, այլ մեր ինքնության հազարամյա կոդի վրա։ Խոսել հայկական ինքնությունից եւ չանդրադառնալ Մխիթար Գոշի ֆենոմենին նշանակում է անտեսել մեր մշակույթի հզոր զարկերակը։ 12-րդ դարում, երբ դեռ աշխարհը առաջնորդվում էր ուժեղների իրավունքով, Մխիթար Գոշը այստեղ նոր գետիկում ստեղծեց իր դատաստանագիրքը, որը լոկ իրավական փաստաթուղթ չէր։ Սա համաշխարհային մտքի տաճարում հայկական քաղաքակրթության կարևորագույն հայտն էր։ Մխիթար Գոշը հայ իրավական միտքը դուրս բերեց ազգային նեղ շրջանակներից եւ այն դարձրեց համաշխարհային ժառանգության մի մաս։ Նրա իրավական համակարգը հիմնված էր բնական իրավունքի եւ ամենակարևորը աստվածային արդարության սինթեզի վրա, որը նաեւ նախահիմք հանդիսացավ իրավական պետության հիմքերի համար։ Գոշը կարողացավ ապացուցել աշխարհին, որ հայկական մշակույթը ոչ միայն գեղագիտական արժեք է, այլ նաեւ կառուցողական, կանոնակարգող ուժ, որը ունակ էր կազմակերպել հասարակական կյանքը ամենաբարդագույն իրավիճակներում հայ ժողովրդի համար։ Գոշի դատաիրավական հայեցակարգի կենտրոնում մարդն է եւ մարդկային արժանապատվությունը։ Նա քարոզում էր արդարադատություն, որտեղ օրենքի առաջ հավասարազոր են բոլորը, եւ շինականը, եւ իշխանավորը։ Գոշը ասում էր. առանց օրենքի եւ արդարության հնարավոր չէ պահպանել խաղաղությունն ու հասարակության միասնությունը։ Նա զգուշացնում էր դատավորներին եւ իշխանավորներին։ Կաշառքը կուրացնում է իմաստուններին եւ խեղաթյուրում է արդարների խոսքը։ Եկեք ականջալուր լինենք մեծն մտածողի խոսքերին։ Մենք այսօր կանգնած լինելով այս սրբագույն տաճարի առջև գիտակցում ենք, որ մեր երկրի վերածնունդը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արդարությունը լոկ խոսքից կվերաճի գործի ու ապրելակերպի։ Գոշի պատգամը մեզ մեկն է։ Պետությունը զորեղ է իրավունքով, իսկ ազգը իր միասնությամբ։ Մենք ստանձնում ենք այս առաքելությունը, վերականգնել հայ մարդու հավատը սեփական պետության եւ արդարության հանդեպ, եւ միասնության թևերով ձեզ վստահեցնում ենք, որ արդարությունը գալիս է։ Շնորհակալություն։